Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է, այսօրվա իմ զրուցակիցը Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ Աբրահամ Գասպարյանն է, շնորհակալ եմ պարոն Գասպարյան հրավերս ընդունելու համար։ Պարոն Գասպարյան, առաջինը ուզում եմ նախ խոսենք եկեղեցական ժողովի մասին, որը տեղի ունեցավ Վիեննայում, ի վերջո կայացավ, չնայած այն բոլոր արգելքներին եւ առաջին հերթին վեհապար հայրապետի ելքի արգելանքին, որը դրվեց Փաշինյանի հրահանգով, եւ դրան հետևեց Պոլսի հայոց պատրիարք Սահակ II-ի պատգամը, որը ուղղված էր Վիեննայում գումարված եպիսկոպոսաց հավաքին։ Նախ հեռուստադիտողին հիշեցնեմ, որ Պոլսո պատրիարքը ինչ էր առաջարկում, նա շատ հետաքրքիր է, Պոլսո պատրիարքը Գերագույն հոգևոր խորհրդի ատենապետ է։ Նա նշում է, որ ներկայիս Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկված է, կրկնում եմ, նա ատենապետն է այդ խորհրդի, իսկ նրա հապճեպ ջղագրգիռ որոշումները, օրինակ Գևորգ Սրբազանի կարգալուծության վերաբերյալ է խոսում, միայն խորացնում են հակամարտությունը, սա հիշեք, ֆիքսեք, նա ասում է, որ Սփյուռքը շփոթված է եւ առաջարկում է որպես ելք սինոդականության ներդրում, վարչական, այսինքն բարեփոխում, ստեղծել 12 ավագ եպիսկոպոսներից կազմված մարմին սինոդ, որը նեցուկ կլինի կաթողիկոսին կառավարման գործում, ասում է, որ այս կազմում պետք է ներգրավել որոշ ընդդիմադիր եպիսկոպոսների լարվածությունը թուլացնելու եւ իշխանությունների հետ երկխոսության եզրեր գտնելու համար խոհեմության եւ այլ կոչի անում։ Հիմա հարգելի հետևորդներ, եւ չգիտեմ պարոն Գասպարյանը որքանով է տեղյակ, մի հետաքրքիր տեղեկություն ձեզ հայտնեմ։ Լսեցիք, չէ, որ ասում էր Մասյացոտ ընթեմի արդեն նախկին Գևորգ Սրբազանի կարգալուծությունը խապճեպ եւ ջղագրգիռ որոշում էր, Սահակ պատրիարքն էր ասել։ Այնինչ հենց ինքը Պոլսո հայոց պատրիարք Սահակ II-ն է առաջարկել գրավոր առաջարկ ներկայացրել, որպիսի կարգալույծ անեն Մասյացոտ ընթեմի Գևորգ Սրբազանին։ Եվ այդ առաջարկը, այո, քննարկվել է, հավանության է արժանացել։ Այսինքն հենց ինքն է առաջինը այդ առաջարկը գրավոր ներկայացրել հոգևոր խորհրդի քննարկմանը։ Եվ այն, որ ինքը ասում է, թե չեն մասնակցում նկատի ունենալով տիրադավներին, ապա նրանց որոշումն է դա, պարոն Գասպարյան, որովհետև նրանք բոլորը կարող են մասնակցել, սակայն չեն մասնակցում։ Հիմա խոսենք տեղյակ չեք, չէ՞։ Նորություններ ինձ համար շոկային նորություններ, երբ որ ես սա իմացել էի, ես ապշած էի։ Հիմա որքանով են ճիշտ այն տեսակետները, որ Թուրքիան այնուամենայնիվ տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանը ձախողվեց, քայլ է անում, խաղադաշտ է մտցնում Սահակ պատրիարքին։ Նախ շնորհակալություն հրավերի համար, բավական տպավորիչ բացում էր եւ ինձ համար անակնկալ անկեղծ ասած, որ Սահակ Սրբազանը ինքն է նախաձեռնել Գևորգ Սրբազանին կարգալույծ անելու գրավոր առաջարկը։ Այսուհանդերձ գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում, մենք գործ ունենք խաղի հետ։ Եվ խոսել ենք այդ մասին բազմից ձեր տաղավարում, որի սկիզբը կար, հիմա կուլմինացիան փաստորեն ձախողվում է, որովհետև վեհապար հայրապետը եւ ընդհանրապես եկեղեցին իր սառնասիրտ եւ ոչ հապճեպ որոշումներով քայլ առ քայլ ապամոնտաժում է այն ամբողջ կառուցվածքը, ինչ որ գծվել է եկեղեցու համար կամ նախատեսված է եկեղեցին կազմաքանդելու համար։ Տեսեք, ես որպեսի զգացական չարձագանքեմ այս ամեն ինչին եւ փորձեմ խելամիտ հատիկ տեսնել եւ ծանոթ լինելով նաեւ Սահակ Մաշալյանի Սրբազանի գործունեությանը, կարող եմ ասել հետեւյալը։ Մի բան է եւ քաղաքականության մեջ էլ է ընդունված, հա, մի բան է այն ինչ մենք տեսնում ենք եւ մի բան է կուլիսների հետևում ինչ է տեղի ունենում առհասարակ։ Եթե լավատեսական սցենարով գնանք, փորձեմ այսպես ձևակերպել, որ այս քայլով ինքը փորձում է ավելի շատ մեղմել եւ կարծողական դաշտ բերել այն ամենը, ինչ որ տեղի ունենում եկեղեցու ներսում,
ուղղակի հարվածելով, հա, բացահայտորեն հարվածելով եկեղեցու հովապետի ինստիտուտին։ Քաղաքական պատմության ընթացքում մենք ականատես եղել ենք նմանատիպ բաների, հա, երբ գուցե կան պայմանավորվածություններ, գուցե ավելի հարկու, ավելի ուժեղ հարվածակասեցնելու համար պետք է գնալ չարյաց փոքրագույնին կամ այս տարբերակին։ Եվ նախաձեռնությունը ի վերջո մեկը ձեռքը պիտի վերցնի հիմա հարցի մյուս կողմն է այդ նախաձեռնությունը վերցնող անձը որքան կդիմադրի, որքան կդիմանա եւ եթե մանավանդ դու գործ ունես համաշխարհային որոշման հետ կամ համաշխարհային կոնսենսուսի հետ, ես անուններ չեմ նշում կոնկրետ, բայց եկեղեցու դեմ այս պայքարի շրջանակում էկումենիկ լռությունը համաշխարհային բացի այդ մի երկու հայտարարություններ, որ արեցին, որ դատապարտում ենք եւ այլն, ինձ մոտ հարցեր առաջացնում։ Նշանակում է, որ ընդհանրապես քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող եկեղեցիներն են վտանգի տակ։ Եթե արձագանք չկա եւ հակազդեցություն չկա, այս դեպքում հարց ով պիտի վերցնի նախաձեռնությունը իր ձեռքը։ Հիմա Սահակարգ էպիսկոպոս Մաշալյանն է վերցրել իր ձեռքը, հարցեր են առաջանում։ Ինչ կապեր կան թուրքական հատուկ ծառայությունների եւ մեր պատրիարքարանի միջև այդ մեսիջները արդյոք միջնորդավորված են փոխանցվում, արդյոք դրանք մաքուր թուրքական մեսիջներ են, թե միջնորդավորված են, արդյոք մեկ այլ պետության միջամտություն կա, դիցուկ եմ ասում, անգլիկան եկեղեցու ձեռքը խառն է այս ամեն ինչի մեջ, թե ոչ, արդյոք սա ի վերջո պայմանավորվածություն է ներեջ միածինյան, որ պետք է հարցը տեղափոխել դիցուկ Հայաստանից դուրս եւ հարցը փորձել մի փոքր այսպես հետաձգելով ուրիշ լուծում տալ։ Ես չեմ տիրապետում ինֆորմացիայի, բայց գիտեմ մեկ բան, որ ընդհանրապես եկեղեցին եւ սա ոչ միայն մեր եկեղեցուն է բնորոշ, հայ ժողովրդին է բնորոշ։ Նույնը Վատիկանի մասին կարելի ասել, նույն գերմանական եկեղեցու մասին կարելի ասել, որը պատմության ընթացքում տարբեր շրջափուլերում լինելով այսպիսի զրկանքների եւ բռնաճնշումների ենթարկվել է, եկեղեցու հովվապետերը մտածում են ասիմետրիկ։ Այսինքն այն ինչ որ մեզ համար տեսանելի է, հնարավոր է ճշմարտությունը չլինի ամբողջությամբ։ Կան ինչ որ հարցեր, որ վերաբերում է շատ նեղ շրջանակի, հա, եւ այդ լուծումները տրվում են այդպես։ Ի վերջո տեսեք, եթե ավելի པարզ փորձեմ ներկայացնել։ Մեր եկեղեցին այսօր մենակ, ասում ենք մենակ է մնացել, չէ՞, բայց եկեղեցին մենակ չէ, որտեղ ժողովուրդը պաշտպանում է եկեղեցին եւ ամենաբարձր վարկանիշն էլ ունի։ Այո։ Ինչի շնորհիվ է դա իր հավասարակշռված քայլերի, ոչ խեղկատակ որոշումների, որ անում է, հա, նույնիսկ եթե կարգալույց պիտի անեն, ապա ընթացակարգով է լինում դա եւ բոլորի մասնակցությամբ է լինում, այսինքն այստեղ անձիշխանություն չկա ի տարբերություն պետական կառավարման, որտեղ քո երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը SMS-ով կամ WhatsApp-ով հրաման է տալիս, բոլորը ենթարկվում են եկեղեցու իմիջը, հեղինակությունը թույլ չեն տալիս գնալ նման քայլերի, որովհետև այդտեղ ընթացակարգ եւ մեխանիզմ գոյություն ունի 1700 տարվա, հա, վարդապետությունից բխող։ Հիմա երբ որ նույնիսկ որևէ մեկին թվում է, որ ինքը շատ ռեակտիվ, այսպես պիտի ասի, կարգալույց արեք սրան կամ որովհետև ինքը տիրադավ է եւ այլ, եկեղեցին ոչ հաշվարկում է, մտածում է, հասկանում է։ Նույն Կճոյանի, Նավասարդ Կճոյանի դեպքի հետ կապված կարող էր չէ գնալ արկածախնդիր որոշման եկեղեցին այդ պահի թելադրանքով ասել, որ քեզ էլ են կարգալույց անում, հետո ինչ է լինելու։ Այսինքն որոշումների ընդունման էտապները եւ բովանդակությունը եկեղեցու ինստիտուտի ներսում տարբերվում են եւ այդտեղ լրիվ ուրիշ կարգ է գործում, քան որ վարչահրամայական մեթոդն է եւ այլն։ Հիմա ինչ է արել Սահակ II Սրբազանը։ Գրավոր առաջարկը մտցրել է օրակարգ հարցը։ Ինչ է տեղի ունեցել, որ փոխվել է վերջին այս մի քանի օրվա ընթացքում։ Այո, ասում է ջղաձիկ բան է եղել։ Ես ենթադրում եմ, դու ես հարցը բերել օրակարգ։ Ես ենթադրում եմ, որ ի վերջո այս հարցը պետք է դիտարկել նաև հայ-թուրքական այսպես կոչված հարաբերությունների ֆորմալիզացման եւ բարելավման համատեքստում նվազագույն հայտարարությունների մակարդակով ասում ոչ թե ըստ էության
Դրան նախորդեց բնականաբար Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների երկու հայտարարություն անցած 15 օրվա ընթացքում, որ հայ-թուրքական սահմանը հնարավոր է բացվի մարտին եւ այլն։ Այսինքն պաշտոնական Անկարան ժեստ է անում մի կողմից եւ մենք մոռանանք էլի, որ պետությունները սովորաբար մի խողովակով են խոսում արտաքին աշխարհի հետ։ Մի քանի խողովակներով են խոսում եւ հավգիտները մի զամբյուղի մեջ չեն դնում բոլոր։ Այստեղ էլ են փորձում, այդտեղ էլ են փորձում, այսինքն մեկ Բաքվի միջոցով մեսիջները միջնորդավորված ուղարկում են Հայաստանին, որ սահմանադրությունը կփոխես նոր, Էրդողանը կկանգնի կասի, որ կգնաս Ալիևի հետ հարցերը կլուծես 2, մեկ էլ թուրք մի նախարար դուրս կգա կասի, որ սահմանը բացում ենք, հեսա, որևէ խնդիր չկա, 4, 5-րդը պատրիարքության միջոցով, անավանդ որ ինքը ատենապետն է այդ գերագույն հոգևոր խորհրդի, 5-րդ մեսեջը այդպես կփոխանցի։ Մենք եթե փորձենք այս բոլորը մեծ խճանկարի մեջ դիտարկել, կարմիր թելով մեկ բան է ասում, որ խնդիր է դրված այո ազգային գլխավոր ինստիտուտի, ընդդիմադիր ինստիտուտի, ընդ որում ոչ թե քաղաքական ընդդիմության իմաստով, ընդվզող ինստիտուտի, ապազգային, այո, ապազգային այս վիճակին ընդդիմացող ազգային գլխավոր ինստիտուտի հիմքերը թույլատնելու, քայքայելու։ Դա կլինի Պոլսո պատրիարքի մեր նվիրապետական աթոռի խողովակով, կլինի Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեսիջներ ուղարկելով, որ խելոք պահեք վատ կլինի ձեզ համար, կլինի հոգեբանական այն հուժկու պատերազմով, որ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան եւ իրենց սպասարկող նաեւ իսրայելական եւ հրեական ֆինանսավորմամբ մեդիա տիրույթները ամբողջ աշխարհում հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության բնակության վրա հոգեբանական ճնշում գործադրելով կլինի Իրանի նկատմամբ օղակը սեղմելով եւ այդտեղ կուլիսների հետևում այլ պայմանավորվածություններ ձեռք բերող խնդիրը հենց դա է։ Դիմադրողականության ինստիտուտները 3-ն են՝ Սփյուռքը, հայ եկեղեցին եւ զինված ուժերը։ Պատերազմով հաջողվեց իրենց կոտրել եւ մեզ հասկացնելու անդադար դուք ինչ կարողականություն ունեք առհասարակ որ մի հատ էլ դիմադրեք եւ այդ ռոպագանդան իրականացում է հենց գործող վարչախումբը, ասելով որ դե մենք հորիզոնական դիրք պիտի ընդունենք, որովհետեւ հա, մենք չենք կարող, ինչ անենք, թույլ ենք։ Սա մեկ Սփյուռքը ջլատելու, պարակտելու, բսկտելու փորձերի ականատեսնենք մենք 8 տարի իրենց էմիսարներին անընդհատ բայց հիշում եք ում ցուցումով Էրդողանի ասած Սփյուռքը եկեղեցին խոչընդոտ են իհարկե Էրդողանն էլ տարիներ առաջ ասաց Էրդողանը վերջին 20 տարում տեսեք 2000 թվականից սկսած 25 տարվա բան եմ ասում դեռ մինչև այդ ինքը չէր բնական մեկը 2002 թվականին էր բայց հիմք ընդունենք պաշտոնական Անկարայի դիրքորոշումը այդ հարցում հայ-թուրքական այսպես կոչված հաշտեցման հանձնաժողովից սկսած 2000-2001 մինչև 2004 թվականի ապրիլ 13-ի հայտնի նամակը Էրդողանի նամակը Ռոբերտ Քոչարյանի դրան նաև որպես Հայաստան նախագահը պատասխանեց դրան հաջորդած ֆուտբոլային դիվանագիտությունը փոխադարձ այցեր եւ այլն կարմիր թելով այսպես գնում է Տիկին Սերյանան մեկ բան մենք Հայաստանի հետ խնդիր ունենք մեր խնդիրը Սփյուռքն է թույլատրեք Սփյուռքը կարողանանք ձեզ հետ լեզու գտնել կարճ եթե փորձեմ ձևակերպել հիմա ոչնչով չի տարբերվում այդ պահանջը հա բայց ուղղակի նախկինները ընդհակառակը գետ ինտենսիվացրեցին Սփյուռքի նախարարություն ստեղծեցին որը սրանք եկան քանդեցին եւ ի տարբերություն անցած 25 տարվա այսպես ասեմ հա պետական քաղաքականության Սփյուռքի հանդեպ այս իշխանությունը պաշտոնապես ստանձնեց ոչ ֆորմալ առումով Սփյուռքը կազմակերպելու Թուրքիայի պահանջը իրականացնողի գլխավոր դերակատարումը սա է ամբողջ խնդիրը որ Թուրքիան եւ Ադրբեջանը մի անտեսելի դեպ ադրբեջանական Սփյուռքի ձևավորման աշխատանքներին եւ գործունեության ես անձամբ հետևում եմ եւ պիտի ասեմ ձեզ որ զուգահեռ է գնում այս process-ը մերը թուլանում է իրենց ուժեղանում է իրենք այո ունեն թուրքական լոբին իրենց թիկունքին ունեն IPAC-ի նման հզոր հրեական կոնգրեսը կամ լոբիստական կազմակերպության աջակցություն Միացյալ Նահանգներում եւ իրենք ձևավորվում են արդեն
Եվ խնդիրը դրված հետևելով մի քանի այսպես փոքր դեռ մասշտաբով լոբիստական խմբավորումների եւ գաղափարախոսական եւ արժեքային այսպես թղթերին, թղթաբանության իրենք խնդիր են դրել երկու հարց լուծել Թուրքիայի հետ միասին։ Սփյուռքում ջարդել ողնաշարը հունական եւ հայկական լոբիստական խմբավորումների եւ կազմակերպվածության եւ խնդիր են դրել ռազմավարական խնդիրը դրել հնգամյա եւ իրենք լուրջ աշխատանք են տանում դրա հետ կապված։ Հիմա այս ամբողջին եթե փորձեք գումարել այն պարակտիչ գործունեությունը, որով այս իշխանությունը զբաղվում է իր հանձնակատարով ու չգիտեմ ինչերով եւ այլն, առավել եւս որ գոյություն ունի իբր աշխատակազմի ղեկավար, որը իրենից դուրս նույնիսկ նվիրապետական աթոռը մայրաթոռ Սուրբ Էջմիածինն ու Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսություն չի կարողանում իրարից տարանջատել։ Այս ամբողջը եւ ինքը աշխատակազմի ղեկավար է, հասկանում եք, կառավարության արևելագետ։ Հիմա այս ամբողջը երբ որ կողքի ենք դրում, խճանկար մեզ համար պարզ է դառնում։ Մենք էպիզոդիկ չպետք է դիտարկենք նույն եկեղեցու հարցը։ Համայնապատկերի մեջ երբ որ դիտարկում ենք, տեսնում ենք, որ սկսվել է պիկն է, եկեղեցին խանգարում է իրենց այդ ամբողջին, հիմա ստիպված են լինել ուրիշ կապիկություններ անել։ Հիմա ուրիշ բան պիտի գտնեն։ Ինչ պիտի ան փորձեց, տեսեք, այս անձնավորությունը վարչապետի աթոռնը զբաղեցնողը։ Կարծեմ ձեր տաղավարում եմ խոսել դեռ 1 տարի առաջ, ինչ տակտիկայի որդեգրել, մարտավարական ինչ քայլ է անել։ Ես երևի այն կանխատեսողներից մեկն էի, որ ինքը փորձելու է եպիսկոպոսած դասին ներքաշել այս գործընթացի մեջ, այդպես էլ եղավ։ Ես ենթադրում եմ, որ սա վերջին փուլն է եկեղեցու ներսում երկիշխանություն հաստատելու։ Մի բան, որը մեր եկեղեցին առհասարակ մերժել է թե վարդապետական առումով, թե ինստիտուցիոնալ առումով 1725 տարվա ընթացքում։ Եկեղեցում չի կարող լինել երկիշխանություն։ Այս նամակի բովանդակությունը։ Հիմա խոսենք, այո։ Հենց դրան է։ Մոտեցակ դրան, սինոդական համակարգի ներդրում։ Ինչ է դա։ Հիմա նաև որպեսզի մեր հեռուստադիտողը հասկանա, թե սա ինչ է իրենից ներկայացնում։ Դա Պետրոս առաջինն է, Պետրոս ցարն է հռչակել, որը հռչակվել է 1682 թվականին։ Նրա ստեղծած այդ սինոդը 1721 թվականի ռուս ուղղափառ եկեղեցու բարձրագույն կառավարման մարմինն էր եպիսկոպոսներից, որը փոխարինեց պատրիարքությանը։ Այն ենթակա էր կայսրին, ղեկավարվում էր նշանակովի օբեր պրոկուրորի կողմից եւ նպատակ ուներ եկեղեցին դարձնել պետական մեքենայի մաս, վերացնելով նրա անկախությունը։ Այսինքն ստացվում է, որ իր առաջարկած Սահակ Մաշալյանի Թուրքիո Պոլսո պատրիարքի առաջարկած այդ սինոդական համակարգով դառնում է միջանկյալ վերահսկողական օղակ պատրիարքի եւ քաղաքական բարձրագույն իշխանության մեջ, որի նպատակն է վերացնել բարձրագույն պատրիարքական ծայրագույն կարգավիճակը, այսինքն վերացնել։ Հիմա բերեք հասկանանք, տեսնենք այս առաջարկը, այսինքն օպեր պրոկուրորն էր, հա, վերահսկում այդ բանը, նշանակովի այդ սինոդ համակարգը։ Հիմա նայենք, տեսնենք Փաշինյանի ուզածը ինչ է։ Եվ եկեք մի հատ տեսնենք Թուրքիայի Էրդողանի, Ալիևի ասածը ինչ է։ Եվ Սահակ Մաշալյանին է։ Հիմա տեսնենք, հասկանանք ինչ են իրենք առաջարկում։ Խնդրեմ։ Ես չէի կասկածում, որ դուք ուսումնասիրած կլինեք նաև այդ համակարգը, ես ուզում եի այդ օրինակը բերել, բայց մինչև Պետրոս մեծին անդրադառնալ, այս համակարգը այլ լեզվամտածողությամբ եւ կառուցվածքով գործել է անգլիկան եկեղեցում, երբ բրիտանական թագը, այսպես ասենք, դուրս էր գալիս, ըմբոստացել էր Վատիկանի դեմ եւ դուրս էր գալիս, միջանկյալ ինչ որ մի օղակ էր ստեղծվել, որը նույնիսկ այդ անվանումն է ստացել բողոքական կաթոլիցիզմ, հա, որ երբ դու դուրս ես գալիս մի համակարգից, բայց անցումային ինչ որ մի միջանկյալ կարգավիճակ ես գտնում, բայց դու չես ենթարկում Վատիկանին, դու քո օրենքներով եւ այլն։
Նույն փորձը հիմա ուզում են այստեղ կիրառել։ Իդեպ Հովնան Սրբազանը գուգարած թեմի առաջնորդը ինձ հետ զրույցում ասաց, որ ուզում են նմանեցնել այդ մոդելին, անգլիկան եկեղեցու մոդելին։ Դա ինձ որպես քաղաքագետի, որը նաև թեոլոգիայով է զբաղվում, ինձ շատ հոգեհարազատ է այդ մոդելը, հա, պատմության ընթացքում եղել են նմանատիպ բաներ։ Իդեպ իսլամն էլ է փորձել իր կառուցվածքում նմանատիպ փոփոխություններ անել, միջանկյալ ինչ-որ օղակներ ստեղծելով, բայց չի աշխատել։ Թուրքիան մասնավորապես կարծեմ։ Իրանն էլ է փորձեր անել, համենայն դեպս Իրանում իսլամական հեղափոխության ժամանակահատվածում անցումային մի շրջան կար, որտեղ պետք էր նախկին ամբողջությամբ չփլուզել, որպես պետական ինստիտուտներ մնային, բայց հոգևորը ներդնել։ Հիմա տեսեք այս տարբերակի իրականացման շանսերի մասին եմ ուզում խոսել մեր դեպքում։ Այն դիմադրությունը, որ մեր եկեղեցին եւ եկեղեցականները եւ մեր ժողովրդի զավակները ցույց տվեցին, կարծում եմ իջիկ է դարձնում բոլոր այն ջանքերը, որոնք աշխատել են այսքան ժամանակ այդ նպատակը իրականացնելու համար։ Սա չի աշխատելու։ Նույնիսկ ցարական Ռուսաստանի պայմաններում, երբ հենց ցարական Ռուսաստանը ներսես աշտարակեցուց սկսած, մինչև Խրիմյան հայրիկ կռիվ էր տալիս, պայքար էր տալիս այդ երկիշխանության ինստիտուտը հաստատելու։ Կոստանդնուպոլսից ի դեպ ասեմ ձեզ, այն ժամանակ դե մեր պատրիարքությունը Կոստանդնուպոլսում էր։ Կոստանդնուպոլսում բրիտանական, թուրքական, ռուսական տարբեր հետախուզական ծառայություններ, երբ որ մտնում են եւ փորձում են այդ երկիշխանությունը հաստատել, չէր ստացվում Տիկին Սերյանյան։ Որտե եկեղեցին ինքը հետաքրքիր խորհրդավոր միստիկ բան ունի իր մեջ։ Այն որ ասում են մեր խելքի բանը չէ, մեծ հաշվով դա կա ռացիոնալություն էլի այդ ամեն ինչի մեջ։ Ցարական Ռուսաստանը չկարողացավ 1903-5 թվականներ հիշեք։ Եվ հայ-թաթարական կռիվների, եւ հայ եկեղեցու կալվածների գրավման խնդիր։ Այդ ժամանակ Ռուսաստանի, ցարական Ռուսաստանի արտգործնախարարը պարզապես ցարին նամակ գրեց, որ ձեռք մի տուր այդ կառույցին, որովհետեւ դու դրա հետևանքները չես պատկերացնում եւ հայ ժողովուրդը պարզապես կնդիմանա այդ ամեն ինչին։ Եթե դու քաղաքական ազատությունները սահմանափակել ես, սարել ես, գույքը գրավելով հանդերձ հայ ժողովուրդը կռիվ է տալիս իր ազգային ինստիտուտի եկեղեցու համար։ Հիմա այստեղ մի շատ կարևոր բան, ճգնաժամային վիճակներում ստեղծված այս մոդելները, եկեք փորձենք կիրառել այդ, որ ասում եք ինչ կապ ունի Հայաստանի իշխանություն եւ այլն։ Եկեք նույնը փորձենք կիրառել աշխարհիկ իշխանությունների դեպքում։ Հայաստանը ճգնաժամում է, թե ոչ։ Ճգնաժամում է։ Եկեղեցում կա, չասեմ ճգնաժամ, կան խնդիրներ, բայց դա եկեղեցու ներքին խնդիրներ եւ իրենց կանոնակարգով եւ ամեն ինչով կլուծեն։ Դե հիմա հարց եմ տալիս, ձևավորեք 12 հոգուց բաղկացած սենատ հռոմեական հին սկզբունքով եւ թող խորհուրդ տա վարչապետին ինչպես անել, ինչպես չանել։ Հակառակ դեպքում, հա, սխալ որոշումներ են անդադ կայացվում։ Բազմապատկման աղյուսակը նույնիսկ չգիտի, չէ՞, նախարարներից մեկը։ Հիմա այդ դեպքում ստացվում է հետեւյալը. այնինչ կարելի է Զևսին, չի կարելի շարքային մահկանացություն, այսինքն եկեղեցին որբի գլուխ է, ինչ ուզենք կանենք, ում ուզենք կնշանակենք, այդտեղ իրավունք ունենք, չունենք, ոչ մի նշանակություն չունի։ Մենք դրա մասնիկն ենք, թե ոչ մի նշանակություն չունի։ Այսինքն Հայաստանի իշխանությունը միջազգային լոյալության թուղթը գրպանում դրած, կարող է մտնել եկեղեցի, կարող է պղծել, կարող է կարգ ու կանոնը խախտել, բայց հետո էլ կանգնել լկտիաբար ասել, որ եկեղեցականը ինչ իրավունք ունի քաղաքականությամբ կամ պետության գործերով զբաղվելու, սա որտեղ է գրված։ Որտեղ է գրված։ Եթե դու ասում ես, որ աշխարհիկությունը ընդունել եմ որպես պետության կառավ, լավ, քո խնդիրը այն է, որ Սահմանադրության 17-րդ եւ 18-րդ հոդվածները պիտի հանես։ Այսինքն առանձնաշնորհյալ կարգավիճակ պիտի չտաս եկեղեցուն։ Եկեք այսպես պայմանավորվենք, անում ես Սահմանադրության փոփոխությունը, այդ կետերի շուրջ միայն կապ չունի, երբ կլինի դա։ Անդիմությունդ միավորվում է եւ ասում է, որ զուտ այս պատճառով, որ միայն որ դու Սահմանադրությունից արժե զրկում ես ընդհանրապես եկեղեցու ինստիտուտը եւ հանում ես, հանրաքվե ես անելու, չի անցնելու հանրաքվեն։ Դե սպասենք, տեսնենք, այդքան դուխ ունեք,
որ կկարողանաք անել նման բան, թե ոչ։ Տեսեք, 2-3 հարցեր կան Տիկին Սերանյան, որ ես գուցե ողնաշարով եմ զգում։ Սոց տվյալների մասին չեմ ուզում խոսել, հա, որովհետև վերջին տվյալներով Հայաստանի հասարակության եւ վալիդ տվյալներ են սոցիոլոգիական։ Սխալականության հավանականությունն էլ 1.5% է առավելագույնը։ 95%-ը համարում են, որ Արցախի հարցը փակված չէ։ Հարցի մյուս կողմն է դրա ինտերպրետացիան, հա, բայց 95%-ը համարում են, որ փակված չէ այդ հարցը։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե այդ հարցը նույն եկեղեցու հետ կապված առանձնաշնորհյալ դիրք ունենա չունենա, եթե սոցհարց մանրվի, նվազագույնը 70% հեղինակության պայմաններում ինքը 90 եւ ավելի տոկոս ունենալու ընդդիմացողների, որ ոնց կարելի է եկեղեցու դիրք անել, հա։ Այդ չգիտեմ, աթեիստներ են, հեթանոսներ են, աղանդավորներ են, կարող են այդ բոլոր ասել, բայց մեր ժողովրդի մեծամասնությունը 90% եւ ավելի ասելու է ոչ, որովհետեւ ինքը ողնաշարով է կապված, պորտալարով է կապված իր եկեղեցու հետ, թեկուզ եւ եկեղեցի չի գնում, թեկուզ եւ իր կենցաղավարությամբ քրիստոնյա չէ, բայց ինքը շատ լավ հասկանում է լեզու, մշակույթ, կրթություն ամբողջությամբ եւ արժեքներ։ Ման Գասպարյան, ես ուզում եմ, որպեսզի մեր հերոստադիտողին այսպես այս թեման, որպեսզի հասկանալի լինի Թուրքիայի այս անհանգիստ շարժումների Սահակ Մաշալյան պատրիարքի միջոցով այս առաջարկը ինչ է իրենից ներկայացնում, ամփոփելով եւս մեկ անգամ ասենք, որ այն սինոդական համակարգը, որը առաջարկում է, դա գրեթե նույնն է, ինչ Թուրքիան է ցանկանում, ինչ Փաշինյանն է փորձում անել եւ այն ինչ որ ասվում է Ադրբեջանի հոգեոր առաջնորդ Փաշազադեների կողմից, որպեսզի վերացնեն, հա, որովհետեւ խոչընդոտ է տարածաշրջանին իրենց համար եւ այլն։ Եվ այսպես սինոդի գործունեությունը, եթե այդ համակարգը ստեղծվում է, վերահսկվում է օրինակ Կայսրի ցարի օպեր ինչ որ պրոկուրորի կողմից, որին նշանակում է ցարը եւ ով էլ ներկայացնում է ցարին, եւ դա ենթարկվում է ամբողջությամբ այդ եկեղեցին այդ կառույցը ենթակա է լինում ցարին, տվյալ դեպքում ասենք թե Նիկոլ Փաշինյանը չէ իրեն ցարի տեղ դնում, ինչպես դա արվել է ժամանակին Ռուսաստանում բացարձակ միապետությունը ամրապնդելու քաղաքականության շրջանակներում եւ փաստորեն վերացվում է բարձրագույն պատրիարքական ծայրագույն կարգավիճակը վեհապար հայրապետի, որպեսզի մեր հերոստադիտողը ըստ էության հասկանա Սահակ Սրբազանը, Սահակ պատրիարքը ինչ է առաջարկում, չէ՞, այսպես ասեմ։ Մեծ հաշվով դա է։ Մեծ հաշվով սա է, այսինքն դարձյալ վերացնել կարգավիճակը եկեղեցու եւ վեհապար հայրապետի եւ ենթարկեցնել ցարին, ցարն էլ տվյալ դեպքում ասենք թե Էրդողանը կնշանակի, չէ, ինչ որ մեկին վերակացու օպերբան, որը կվերահսկի եւ կենթարկվի Նիկոլ Փաշինյանին, այսպես ասենք։ Պոլսո պատրիարքությունը կհիշեք Լուսահոգի Մութաֆյանին, մեր պատրիարքին։ Այնքան էր փորձել, ես լավ հիշում եմ 2007 թվականին Ախտամար կղզու վանական համալիրի վերաօծման ժամանակ, որքան փորձեց ճնշում իրականացնել Մեսրոպ Սրբազանը, arczepiskopos-ը անընդհատ խույս էր տալիս եւ չեր ենթարկվում այդ ճնշումներին։ Հիմա Թուրքիան գտել է այն լծակը, որի միջոցով կկարողանա նաեւ ուղերձներ հասնել, մեսիջներ հասնել, ինչու ոչ նաեւ լավ աշխատելով Հայաստանի իշխանության հետ եւ երկուսն էլ որոշելով, որ թիրախը հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող եկեղեցին է։ Եկեղեցին է փաստորեն։ Ինչու որովհետեւ եկեղեցին էր, որ առաջինը կանգնեց Բեռնում եւ ասաց մենք չենք մոռացել Արցախը։ Հիշեք 2 տարի առաջ մինչեւ իհարկե այս ամեն ինչը կսկսվի։ Դրանից հետո Աննա Հակոբյանը գրեց, որ մանկապիղծ են հոգեորականները, չէ՞, հիշում եք այդ հայտնի գրառումը։ Հենց վեհապարի ելույթից անմիջապես հետո անմիջապես։ Այսինքն տեսեք մեկ նորից վերադարձանք մեր զրույցի սկզբում այդ 3 բանը մի հատ մեր եկեղեցականների հոգեվորականների падգամները կամ քարոզները մի հատ ուսումնասիրենք էլի։
այդտեղ այդ 3 ազգային ինստիտուտների նկատմամբ կա խոր հարգանք եւ կա պատրաստակամություն պաշտպանելու դրանք։ Ինչ է ասում վեհապար նույնիսկ երբ քարոզում է, հա, կամ մեր բարձրաստիճան հոգեվորականները, կամ նույնիսկ քահանաները երկրի սահմանները ամուր լինեն, այսինքն բանակին ուժ է տալիս, միասնություն է քարոզում, երբեք ու երբեք չեք տեսնի, որ հոգեվորականի որ գնաց ասի պարակտվեք կամ բռնություն քարոզեք։ Եվ երրորդը բնականաբար եկեղեցին անսասան է նաև հնչեցնում են վեհապար Հայրապետի անունը կամ նույն Անտիլիասում են Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսի անունն են հնչեցնում ինչ տարբերություն։ Այսինքն այս երեքի նկատմամբ երբ որ կա եկեղեցու ամուր դիրքորոշումը, իշխանություններ պիտի վատ զգան դրանից, որովհետև իրենց խնդիրը այս երեքը ոչնչացնելն է, որովհետև իրենք խնդիր ունեն Թուրքիայի հետ գնալ կոնսենսուսի, հա, անունը կդնեն էժան բենզին եք բերում ունենք, չէ, մի պիտակավորումներից փորձեմ զերծ մնալ, որպեսզի չբողոքեն դες վրա։ Էկոնոմիկայի նախարար, որ ասում է ադրբեջանական բենզին պետք է շատ բերենք, որ մեր բենզինը էժանանա այստեղ։ Ես կարող եմ այդ ամեն նույնն էլ Թուրքիայի հետ կապված։ Չէ, կան օլիգարխներ, բապտի գնանք, բա բիզնես պլան ենք, հավերժ ճշտամական միջավայրն չեն, կարծես մենք առավոտից գիշեր ասում եմ, մենք պիտի ճշտամիներ մնանք, իրենք էլ մեր վրա դա են ծախում, էլի, վաճառում են։ Այս պայմաններում, երբ որ աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունները իրար լեզու չեն հասկանում, որովհետեւ տրամագծորեն հակառակ գաղափարների եւ նպատակների հետևից են ընկած։ Այստեղ պիտի այդ ճակը լինի, ով պիտի միջամտի, եկեղեցին բնականաբար իրեն թույլ չի տա պետության գործերին խառնվել, բայց պետության ղեկավարությունը իրեն թույլ է տալիս մտնել եկեղեցին ներսից քանդել եւ երկիշխանություն ստեղծել։ Պոպուլիզմով պոպուլիստական թեզեր գցել եկեղեցին վերադարձնելու ենք ժողովրդին, բայց դրան չեմ ուզում անդրադառնալ այդ հիմարությանը։ Ուզում եմ խոսենք նրա մի այլ հայտարարության մասին, երբ որ ասում էր հայ առաքելական Սուրբ եկեղեցում պատարակների ժամանակ հնչող քարոզները ծայրահեղական իսլամի դրսևորումներ են։ Նա համեմատեց մեր եկեղեցու քարոզները ծայրահեղական իսլամի դրսևորումների հետ։ Մարդիկ շատերը չեն հասկանում սա ինչ է նշանակում, սա ինչ մեծ մեղադրանք է եւ սա ինչ հետևանքներ է ունենում Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ։ Տիկին Սերենյան, ես ձեզ հետ պայմանավորվել եմ մեկ ընդմիշտ, որ այդ անձնավորության խոսքերը չեմ մեկնաբանում, բայց քանի որ սա առնչվում է Հայաստան Հանրապետության անվտանգությանը առաջին հերթին, ես շատ չոր գնահատական կհնչեցեմ սրա հետ կապված։ Սա ուղիղ կոչ է Թուրքիային միջամտել Հայաստանի ներքին գործեր։ Այսինքն այս այդպես։ Ահաբեկչություն են անում, ահաբեկիչներ են բան արել, կանխել։ Ես այսօրվա պես հիշում եմ 2022 թվականին, երբ իմ վերլուծականներից մեկում հստակ նշեցի, որ Արցախի ղեկավարության եւ Արցախի ժողովրդի դեմ հաջորդ կազուս բելի պատերազմի պատճառի պաշտոնական հիմնավորումը լինելու է, որ Արցախը եւ Ղարաբաղցիները, այսպես ասենք, ահաբեկչական գործունեությամբ են զբաղվում, դա էլ բնականաբար օգտագործված։ Վերջին պատերազմում սեպտեմբերի 19-ին ինչ անում էր կնում հակաահաբեկչական բնույթ։ Դա ինքը կանխում։ Հակասեպարատիստական։ Այո, եւ մեր Բաքվում գտնվող պատանդներին էլ ռազմական հանցագործներ է համարում։ Հիմա ես իրավունք ունեմ, տեսեք 10 օրինակ բերեմ Թուրքիայի վարքաբանությունից քաղաքական մերձավոր արևելքում, թե 91 թվականից սկսած քանի անգամ է մուտք գործելու դուրս եկել Իրաք, Սիրիա, Հունաստան, քանի անգամ անվտանգության զոնա է ստեղծել եւ ինչ պատրվակով։ Ես իրավունք ունեմ մտածելու, որ Թուրքիայում կասեն, ահա, արդյոք կա իսլամիստական ծայրահեղական խոսույթ։ Ուրեմն այդտեղ իսլամիստներ կան։ Մարդիկ, որոնք սպառում են մեր սահմանին, անվտանգությանը։ Կասեն։ Հետևում եք Իրանի շուրջ զարգացումներին, հետևում ենք բոլորս։ Տեսնում եք Թուրքիան ինչ է ասում։ Անկախ փաստից Միացյալ Նահանգները ռազմական գործողություններ թեկուզ սահմանապակ իրականացնեն Իրանի նկատմամբ թե ոչ, Թուրքիայի գլխավոր շտաբում քննարկում մինչև 30 կիլոմետր խորությամբ
Իրանում անվտանգության զոնա ստեղծելու մասին։ Եթե Իրանի նկատմամբ են այդպես մտածում, Հայաստանն ով է իր համար։ Դուք հասկանում եք վիճակի վտանգավորությունը, ես շատ չեմ ուզում տիրաժավորել այդ խոսքը, մանավանդ որ ես ներսից գիտեմ, թե նման խոսույթ եթե ձևավորվեց եւ էվոլյուցիա ապրեց, ուր կարող է հասնել եւ ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Պարզապես չեմ ուզում տիրաժավորել, բայց դա ուղիղ կոչ է Թուրքիային հարկ եղած դեպքում միջամտիր, արժևում ընտրություններ են։ Հենց այնպես չի ասում նման բան։ Եկեղեցու նկատմամբ ցանկացած հարձակում, թեկուզ բառամթերքային լեզվակռվի ժամանակ կամ փոխադարձ այսպես մեսիջներ փոխանակելու ժամանակ ամեն ինչ տեղին է օգտագործվում։ Այս անձնավորությունը չկա մի նախադասություն, որ հենց այդպես օդի մեջ ասի դիկես։ Դե իրեն տալիս են, հստակ տալիս են։ Դե, ասում եմ, սա հստակ մեսիջ է Թուրքիային կամ այլ պետությունների, որ այստեղ կան ծայրահեղականներ եւ պետք է լեգիտիմացնել եկեղեցու դեմ իրականացված արշավը։ Այսինքն չընդդիմանաք էլի ինձ չգնաք, ես որ Լեհաստան եմ գնում, չգիտեմ ինչ որտեղ եմ գնում, ինձ չասեք եկեղեցու դեմ ես ինչ բռնաճնշումներ են եւ այլն։ Ես ահաբեկչության դեմ եմ պայքարում։ Ահաբեկչության դեմ եմ պայքարում, լռեք։ Սա ամբողջ ընթիրը։ Եվ մի բան էլ ասեմ, էլի, մեր տարածաշրջանում մեկ կրոնապետություն կա։ Շատ փակագծեր չբացեմ, հետո էլ որ չասեն հակապետական ինչ-որ բաներ է ասում։ Ում ես ծաղրում սրանով։ Եկել ես չես եկել իշխանության, առաջին իսկ օրվանից ասացիր, որ խորհրդարանում կարճ է, հիմա որ բերանները բաց էսպես խոսում են հանձնաժողովի նախագահային ֆրակցիայի ղեկավարը, ինչ գիտեմ ինչ են։ Իրան դիկտատորական պետություն է։ Այս նեղ պայմաններում իսլամիստական կամ իսլամական խոսույթի մասին ակնարկներ անել, դա նույնն է, որ Իրանին հարվածել մեջքից։ Դե դու գիտես, որ քո հարևանը քո բնական դաշնակից է, ենթադրաբար։ Իսլամական պետություն է։ Դու այդ խոսույթի դեմ էներգիա գեներացնես, որ ինչ անես։ Ոնց ոչ միայն դա չեք հիշում, ինքը նաև ասաց, որ իբրև թե Իրանով նարկոտրաֆիկինգ է իրականացվում, չէ՞, հիմա մանավանդ Թրամփն էլ է պայքարում նարկոտրաֆիկինգի դեմ պայքարի անվան տակ Վենեսուելայի ղեկավար է գողանում ու երկրի կառավարումն իր ձեռքը վերցնում, հիմա նույնը ինքն էր մեղադրել, չէ՞։ Իհարկե։ Նույն դրանում։ Հենց ինքն էր ասել։ Բայց ոչինչ որ Պաշտպանության նախարարն էլ ուղարկում է Իրան իբր մեղմացնելու, որ թրիփը չի սպառնում ձեր անվտանգությանը կամ Միացյալ Նահանգների կողմից ցանկացած գործողության դեպքում Հայաստան չի միջամտելու։ Իրանը հավատում է, Իրանի դեսպանի հայտարարությունը հիշենք։ Հենց այն օրը, երբ որ Արարատ Միրզոյանը եւ Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ներկայացնում էին այդ թրիփի համաձայնագիր հայտարարությունը, հենց այդ օրը Իրանի նորանշարունակ դեսպանը հայտարարեց, որ Թեհրանում վստահ են, որ այստեղ իրենց դեմ ուղղված, Իրանի դեմ ուղղված նվազագույն լուրջ մտահոգություններ կան։ Մտահոգություններ կան, որ թշնամական ուժերի կենտրոն է դարձել Հայաստանը։ Իհարկե չեն հավատում։ Իր որ մի խոսքին են հավատում։ Իրան պետությունը ի տարբերություն մեզ ինստիտուցիոնալ լավ հիշողություն ունի։ 2018 թվականի դեկտեմբեր, ներողություն, դեկտեմբերի 7-ին էր կարծեմ, թե 9-ին խորհրդարանի ընտրությունը։ Մինչև 2020 թվականի սեպտեմբեր, գրեթե 1.5 տարի, Հայաստանի ղեկավարի եւ Իրանի թե քաղաքական, թե հոգեվոր առաջնորդության միջև մեկ զանգ տեղի չի ունեցել Տիկին Սիրյանյան։ Հա, բայց փոխարտգործնախարարը եկավ, այս օրերին գնաց։ Ես դեռ մինչև պատերազմ եմ ասում։ Հա, մինչև պատերազմը։ Ասում եմ 18-ի դեկտեմբերից 20-ի սեպտեմբեր մինչև պատերազմը 1.5 տարում ինքը ընդամենը մեկ այց է կատարել Թեհրան եւ դրանից բացի իրանական կողմը բաց չխոսենք էլի սովորաբար ինչու են պետությունների ղեկավարները այցելում, պայմանավորվածություններ են ձեռք բերում, ինֆորմացիա կա գուցե որ պետք է ստանալ, գուցե հարևանների տեղաշարժերի վերաբերյալ եւ այլն, բայց մի զանգ տեղի չի ունեցել։ Այդտեղից է սկսվում հակաիրանական այս քարոզարշավը,
Փաթեթավորմանը չնայինք, փաթեթավորում միշտ էլ մեր եղբայրական ժողովուրդների տակը ինչ կա, ոչ մի մեխանիզմ դրած չէ։ Ես օրերին աղոտ այդպիսի ինֆորմացիա եմ հիշում, որ իրանական կողմից զգուշացումներ են արվել այդ հորադիզի հատվածի վերաբերյալ։ Ճիշտ եմ թե ոչ։ Շատ ճիշտ եք։ Շատ ճիշտ եք։ Եվ անպատասխան են մնաց։ Իհարկե։ Ով որ պետք էր այդ ինֆորմացիան ուներ։ Ես լավ հիշում եմ այդ ինչ ասում եք։ Այո։ Եվ հակառակորդի թշնամու տեղաշարժի հետ կապված, եւ արբանյակներից ստացված լուսանկարների հետ կապված, եւ բազմաթիվ հարցեր։ Այդ ինֆորմացիան եղել է, այո։ Ոչ մի պատասխան։ Ոչ մի։ Նույնը շարունակվում է նաեւ այսօր։ Այսինքն դու մտել ես խաղի մեջ, երբ ասում ես, որ լավ, ես քո կողմից եմ, այս trip-ը իրականացնենք կյանքի գնով, որովհետև սա Հայաստանը չգիտեմ ինչ է բերում եւ այլն։ Այս դու այդ ծրագրի միջոցով փաստորեն քո հարևանին, քո մի քանի քաղաքակրթական առումով քո հասակակցին եւ բնական դաշնակցին դու վանում ես Իրանի ուղեղային կենտրոններում անցած 12 օրյա պատերազմից հետո Իրան-Իսրայել ես հետևում եմ նաև այդտեղի վերլուծությունների դինամիկային, հա։ Խնդիրը ինչպես է ձևակերպվում եւ տարածաշրջանում ոչ թե դաշնակիցներ որոնելու, այլ նվազագույն չեզոք դիրքորոշում ունեցողների ցանկից Հայաստանը վերացել է։ Եթե Հայաստանը առաջ համարվում էր չեզոք դիրքորոշում ունեցող, բայց կուլիսային պայմանավորվածություններով այլ դաշտում գտնվող, հիմա ասում են, չէ, Հայաստանում մենք դիտարկում ենք ամերիկյան ուժերի կամ հակաիրանական ուժերի կենսունակության համար նպաստավոր տարածք։ Իսկ դա շատ մեծ մինուս է մեզ համար երկարաժամկետ առումով։ Իսկ վտանգը հիմա ավելի քան մեծ է, նույնիսկ համեմատելի չէ այդ ժամանակ։ Այս պահին Ժնևում Օմանի միջնորդությամբ ընթանում են բանակցային վերջին ռաունդերը եւ Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ սկսել չսկսելու հարցը ժամերի հարց է։ Ժամերի։ Ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Խնդիրն այն չէ, որ Թրամփը ի տարբերություն Միացյալ Նահանգների նախկին նախագահների ավելի փափուկ է Իրանին հարվածել չհարվածելու հարցում։ Իդեպ ասեմ ձեզ, այդպես էլ կա։ Բոլորին թվում է, որ Թրամփը այսպես նախաձեռնողական է Իրանին հարվածելու հարց, բայց այդպես չէ։ Տրամարել կախեկցում ոտքը։ Թրամփը շատ ուժեղ ճնշումների է ենթարկվում, բայց այս Էփշտեյնի սկանդալի հետևանքով մի փոքր այո են հայտնաբերվել, այո, ավելի արագացվում է process-ը։ Իմպիչմենտի հարցը արդեն ռեալ է դառնում, այո։ Եվ ներքին զարգացումներով պայմանավորված Իրանի համառ դիմադրողականության, իդեպ ասեմ, շատ հետաքրքիր մի բան ասեմ Տիկին Սերանյան, այն եզրակացությանը, որը հանգել եմ ես վերջին 1 տարվա ընթացքում պայմանավորված Իրան-Իսրայել պատերազմի դասերով։ Այսպես պիտի լինի պետությունը, պիտի դասեր սովորի սխալներից, գործած սխալներից, բացթողումներից եւ հակառակորդի բացթողումներից եւ արդիականացնի սեփականը։ 12-օրյա պատերազմը ցույց տվեց Իրանի հետախուզության եւ հակահետախուզության ամենամեծ բացը։ Կարծրացել էին կառույցները, որոնք 40-45 տարվա պատմություն ունեին եւ մեծ հաշվով 88 թվականին ավարտված Իրաքի հետ կամ ծոցի երկրորդ առաջին պատերազմի ավարտից հետո մեծ հաշվով այդ հետախուզական ծառայությունները երկրի ներսում մեծ գործունեությամբ չէին զբաղված։ Իրենք պրոքսի դերակատարներ էին այսպես գտնում եւ դրսում էին աշխատում։ Այս վերջին պատերազմը բացահայտեց այդ բացերը եւ խութերը, որ կան իրենց կառույցներում վերակազմակերպեցին, զրույց հավաքեցին այդ կառույցները, ուժեղացան, հրթիռային համակարգը ուժեղացրին հավելյալ եւ турք չտվեցին հոգեբանական այն հուժկու պատերազմին, որ իրենց դեմ տարվում է։ 12-օրյա պատերազմը երբ եղավ, երբ որ ամերիկացիների հետ բանակցում էին 24 ժամ չանցած Միացյալ Նահանգները հարվածեց այն դեպքում, երբ խոստացել էր իրենց
որ բանակցություններին զուգահեռ Դե հիմա էլ այդ վտանգը կա, ցույց են տալիս, որ բանակցում են, բայց վտանգը կա ու Իրանը չի հավատում, որ չի խփի ցանկացած։ Դուք որ լրահոսի վրա եք նստած, այսպես ասեմ, վերջին մեկ ամսվա ընթացքում քանի անգամ է մեսեջ եկել։ Միացյալ Նահանգի ես սա խփում եմ, բայց հայտարարությունները մի կողմ արդեն նավատորմ է մոտեցել, այսինքն Հորմուզը պատմական չեն հիշում, հա, երբ է մեկ էլ Հորմուզը կիսով չափ փակվել կամ բան եղել, նեղուց։ Ուզում եմ ասել, այս քայլերը, հայտարարություն, բայց քայլեր կան, որը արդեն ցուցիչներ են։ Ամերիկյան բիզնես մտածողությունը եւ ընդհանրապես այսպիսի տրամաբանությամբ են, հա, իրենք առաջնորդվում, անգլերեն ասեմ, American way or no way, կամ ամերիկյան տարբերակով կամ ոչ մի տարբերակ էլ չկա։ Իրենք սովորաբար բանակցություններում այդպես հոգեբանական ճնշումներ են գործադրում, Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում են այդպես է։ Ես անկեղծ ասեմ ձեզ, ամերիկյան նավատորմը, մինչև լրացուցիչ մատակարարումներ կստանամ, իհարկե մենք խոսքը գնում է աշխարհում թիվեք պետության մասին։ Մենք իր կարողականությունը չենք վիճարկում, հա, բայց ըստ ամերիկյան աղբյուրների ռազմական Իրանի դեմ սահմանափակ ռազմական գործողությունները չունեն 5 օրից ավելի դիմադրելու ռեսուրս։ Դե հիմա մյուս նորությունը դրան համադրենք։ Ընդ որում դրա մասին խոսում են միջազգային փորձագետներ, այդ թվում բրիտանացի դիվանագետներ, անդրադառնալով Վենսի տարածաշրջանային այցին, նրանք խոսում էին այն 20 եւ ավելի նույնիսկ տարբեր թվեր են, հա, նշվում ինքնաթիռների մասին, որոնցով իբրև թե ամերիկյան հատուկ նշանակության ջոկատներ են տեղակայվել Հայաստանում, չգիտեմ որտեղ, տեղափոխվել այստեղ։ Այս ինֆորմացիան, հա, փորձենք հասկանալ։ Եվ նաև այնտեղ նշվում էր, թե 1 տասնյակից ավելի ինքնաթիռներ վայրեջք են կատարել Ադրբեջանում, հայտնի չէ ինչ են տեղափոխել, ինչ է եղել։ Այսինքն Վենսի այցը նույնիսկ բան իմաստով, խոշոր իմաստով, ասենք Ադրբեջանը, այո, ռազմավարական լուրջ նշանակության խարծիա, բարձր լեվելի բան կնքեց, իր համագործակցությունը ռազմավարական ավելի բարձր մակարդակի հասցրեց։ Հայաստանինը կենացներ են, հա, ու ինչպես պարզվեց, կյանքը ցույց տվեց, թարգմանությունն էլ հետը ոչ թե Ամերիկան է մեզ վճարելու, այլ մենք ենք Ամերիկային վճարելու, հա, այդ աթեիստներ, բան, այսպես խոսվեց ու ամենակարևորը ասեց Փաշինյանին աջակցում եմ, բայց այսպես մրցանակակիրը Ադրբեջանն է եւ այն թե Վենսը ինչ բերեց տարածաշրջան, ում համար կամ ում դեմ։ Ես այս հարցին անդրադառնամ, պարզապես Իրան-ամերիկյան բանակցությունների հետ կապված մի շատ կարևոր դրվագ ասեմ, որ պատկերացնենք, որ վիճակը ծանրագույն է, իրապես այդպես է, որ մենք զբաղված ենք, չգիտեմ, սրա ու կնգա ինչ հարցերով, հա, Facebook-յան քննարկումները զաքսավորվել են, չեն զաքսավորվել, բայց ուշադրությունից դուրս է մղվել այն կարևորագույն եւ ծանրագույն իրադարձությունները, որ վարկյան հետո կարող են մեր տարածաշրջանում պայթել, դա էլ է փաստ։ Պարսիկները, ընդհանրապես իրանցիները, իրենց բանակցային մշակույթում ունեն այսպիսի մի եզրույթ պիստակի դիվանագիտություն։ Դա գիտեք որն է։ Մի օր եթե հաջողվի իրանցի պաշտոնյաների հետ բանակցել կամ նստել զրուցել։ Դուք կտեսնեք հետևյալ, դե գիտեք, պիստակը իրենց ամենանշանավոր չարազեղենի մաս է, այո, ընդեղենից է եւ հպարտանում են իրենք դրանով, որ իրենց մոտ լավագույնն է։ Այո։ Բոլոր բանակցությունների ժամանակ սովորաբար իրենք սեղանին դնում են այդ պիստակից, որպեսզի հյուրը հյուրասիրվի։ Ես ես իմ օրինակն եմ բերում, ոչ թե լսել եմ, կարդացել եմ, տեսել եմ, իմ օրինակը։ Ինքը կարող է 40 րոպե Տիկին Սեյրանյան խոսել ձեզ հետ, ընդամենը այդ պիստակից մի հատիկ վերցնելով, նայելով, բայց չբացելով, շոշափելով, նորից տեղը դնելով, նույնը նորից վերցնելով, սա բանակցային հնարք է։
իրենք կարող են դիմացինին բանակցող սուբյեկտին տանել այն աշխարհ հետ բերել եւ իրենց ուզածը անել։ Պարսիկ բանագնացները իրանցի դիվանագետները հեշտ դիվանագետներ չեն։ Մենք խոսում ենք 2500 տարվա ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող պետության դիվանագետների մասին, անկախ փաստից, որ ամենահզոր պետության դեմ են կռիվ տալիս թե ում։ Դուք հասկանում եք, Միացյալ Նահանգների նախագահը դիմի միջնորդավորված Իրանին, որպեսզի Կարմիր ծովում հուսիները, եմենցիները չրմբակոց են։ Այսինքն մենք միայն հարցի մեկ կողմը չպետք է տեսնենք, Վենսը եկավ, սա արեց, դա արեց եւ այլն, մենք հակառակ կողմն տեսնենք։ Մենք պիտի տեսնենք, թե ինչպիսի մեդիա տերորի է ենթարկվում դաշտ հակաիրանյան տրամաբանության մեջ, հա։ Ես փորձում եմ առավելագույնը օբյեկտիվությունը պահպանել, որպեսզի մեր վերլուծությունը ճիշտ լինի, այսինքն այնպես չէ, որ Միացյալ Նահանգները որոշեց պիտի հարվածի, հենց այդպես լինում է հարվածը։ Աբրահամ Լինկոլնն են բերել, մոտեցել է Ջերալդ Ֆորդն է մոտեցել, հա, ամենա Բայց այնտեղ խնդիր կար ինչ որ, հա։ Այո։ Զուգահեռները վատ էին աշխատում։ 45 րոպեից ավել հերթ էին կանգնել, չէ՞։ Այո։ Անձնակազմը։ Չուզեցի պարզապես այդ հակահիգիենիկ։ Հա, դե փաստա հիմա ինչ անեմ։ Այսպես էլ է լինում։ Ասել կուզի, այնպես եթե Միացյալ Նահանգներ ուզի, այո, հա։ American way or no way, no way չկա, խնդիր չկա, դնում ենք հարվածում ենք, բա հետևանքները։ Բա 40 տարի ամենաուժեղ, ամենահզոր, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակցած թե հիմա 4-րդն է, ասում են ՆԱՏՕ-ի երկրորդը, Թուրքիան 4-րդն է դարձել ՆԱՏՕ-ի եւ թվակազմով եւ ընդհանրապես մարտոկանությամբ։ Այո, նույնիսկ այդ իմաստով Թուրքիան չի կարող մրցակցել Իրանի հրթիռային համակարգի հետ։ Այդ դասի միջազգային փորձագետները դա են նշում, որ հրթիռային համակարգերով խաղ չես անի Իրանի հետ։ Եվ բանակցությունների սեղանին Իրանը ինչ ասեց սկզբից։ Ասեց արտնստենք խոսենք։ Չէ՞, Միացյալ Նահանգներին թույլատրեց, նստեց, ասեց ամբողջ փաթեթը, հետո ինչ որ մի փուլում ասաց մենք խոսում ենք բացառապես միջուկային ծրագիրը վերանայել բան։ Հիմա Թրամփն էլ է շատ վատ վիճակում այդ իմաստով։ 2015 թվականի 6-նյակի պայմանավորվածություն հիշում եք։ Միջուկային ծրագրի հետ կապված։ Միջուկային ծրագրի հետ կապված, որ արդեն իսկ իրականացվում էր 16-ին Թրամփը ընտրվեց առաջին անգամ։ Նախագահ եկավ եւ կասեցրեց այդ ամբողջը։ Հիմա նորից նույն գետն է մտել Թրամփը։ Նույն թեման։ Նրանք ասում են մենք չենք անում։ Դե 10 տարվա ընթացքում ստացվեց, որ Իրանը ստիպեց Միացյալ Նահանգներին։ Բայց չկարողացան էլ ապացուցել։ Սա է փաստը։ Այո, չկարողացան ապացուցել, բայց բանակցությունները դեռ շարունակվում են եւ ես կարծում եմ Իրանը իր դիվանագիտական զինանոցում դեռ ունի որոշ ջոկերներ։ Պարոն Գասպարյան, շատ լավ հասկանում են միջազգային հանրությունը, նույնիսկ ամերիկացիներին էի լսում, նախորդին էլ, իրենք շատ լավ հասկանում են, որ Միացյալ Նահանգները հասկանում է, որ այդ հրթիռային համակարգի դեմ խաղ չկա, որ խնդիրներ կան, որ Միացյալ Նահանգներում ներսում Թրամփը ունի խնդիրներ եւ հասկանում են, որ չես կարող ուղղակի գետնին հավասարեցնել, կործանել Իրանի պես պետությունը։ Այսինքն դու գնում ես մի խաղի մեջ ես մտնում, որ դու հաջողություն չես ունենալու որևէ ձևով։ Եվ այդ միջուկային բան այդ ծրագրերի մասը դրանք ուղղակի զբաղեցնում են, բայց բերում են թիվ 1 առաջին հարց, հա, Իրանի հոգեոր առաջնորդի փոփոխություն։ Այսինքն դու Իրանի պես պետությանը, որը ֆունդամենտալ, հա, կրոնը ինչ դեր ունի, դու իրան ասում ես կամ պիտի մեր հետ համագործակցես, կամ պիտի հոգեոր առաջնորդիդ փոխես։ Եթե Իրանը գնա Միացյալ Նահանգների պահանջով իր հոգեոր առաջնորդին փոխելու բանով, իհարկե զինվորականությունը կգա առաջի պլան, այնպես չի Իրանում մի քիչ ուրիշ ձև է դուք կասեք։ Բայց դա նշանակում է Իրանը այլևս Իրան չէ, եթե ինքը վախենա ընկրկի, հա, որ կհարվածեն իրան, բայց հանուն դրա ինքը գնա իր հոգեոր առաջնորդին փոխելու ու ինչ որ մի երկրի պահանջով, չէ՞։ Աբբաս Արաղչիի արտգործնախարարի հարցազրույցը երեք տեսակ, շատ հետաքրքիր։ Չէ, երեք չեմ նայել։ Նրան հարց տվեցին, թե ինչ հենց այս նույն հարցը։ Ահա, որտեվ միջազգային փորձագետները սա են քննարկում, այո։ Ինչ կլինի, եթե Միացյալ Նահանգները խնդիր դնի վերացնել Խամենեիին։ Հա։ Պետության արտգործնախարարի պատասխանը։ Տեսեք, ինչ հետաքրքիր այն որ ասում եմ, մի դրվագ կար, որ ասում են հայտնի օլիգարխին հարցնում են, եթե $1 միլիոն ունեի նա ինչ կանեի, կտխվեի։ Հիմա Աբբաս Արաղչիի պատասխանը։ Ուրիշը կընտրենք։
դուք հասկանում եք, այսինքն դու մեզ մի վախեցրու դրանով։ Մենք խոսում ենք պետության ռազմավարական եւ հայեցակարգային շահերի մասին։ Դու ինձ եթե վախեցնում ես Ղասեմ Սոլեյմանիով, եթե վախեցնում ես միջուկային գիտնականներին ոչնչացնելով, եթե Հեզբոլլահը Սիրիայում, Լիբանանում, Իրաքում բոլոր մեր պրոքսի խմբավորումները վերացնելով, հիմա էլ գալիս ասում ես, որ այաթոլլահին եմ ուզում, մենք ուրիշ այաթոլլահ կընտրենք։ Այսինքն ես հասկանում եմ, որ դա երկսայր սուր է, նաև մեսիջ է, որ արևմտյան ուղղությունը Իրանի արտգործնախարարությունում շատ մեծ թափ է հավաքել վերջին շրջանում։ Եվ հասկանում եմ, որ Միացյալ Նահանգները նաև Իսրայելի հետ այլ մայրաքաղաքներում աշխատում է Իրանի նախկին արտգործնախարարներից մեկի անունը չտամ եւ նրա թիմակիցների հետ միասին որպես այլընտրանքային տարբերակ իշխող կրոնական ռեժիմին, բայց այսուհանդերձ, ինչպես նշեցիք, զինվորականությունը լրիվ ուրիշ սխեմայով է ընդհանրապես աշխատում։ Երբ Իրանի հետախուզական անվտանգային եւ իրավապահ կառույցները ձևավորվում, այնտեղ խոսքը 85 միլիոնանոց պետության մասին է։ Ուրիշ սկզբունք է գործում Տիկին Սերյան, այնպես չէ, որ եթե մեկին վերացիր կամ պաշտոն անկարեցիր, մի լիստեյով 1980 հայտարարություն պիտի տաս, որ շտաբի պետ եմ փնտրում կամ չգիտեմ ինչ, մենք չունեինք, չէ, 2 տարի գրեթե շտաբի պետ չունեինք։ Այդտեղ 4 շարքով է գնում։ Կան առաջին շարքի սպաներ, տեխնացուներ, այսպես ասեմ, պաշտպանության նախարարացուներ, կան երկրորդ շարքի, երրորդի, չորրորդի համակարգը այսպես է աշխատում եւ միշտ է այդպես եղել։ Այսինքն, եթե փորձեց Իսրայելը քո առաջին շարքի տեսանելիները եւ երկրորդը առաջինին ոչնչով չի զիջում։ Դա է պատճառը, որ Ղասեմ Սոլեյմանի ոչնչացումից հետո 6 տարի է անցել։ 6 տարվա ընթացքում, այո, նահանջը կատարեցին Մերձավոր Արևելքից, բայց Զինված ուժերի ինստիտուտը չքանդվեց։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Վենսի այցի հետ կապված դուք դիտարկում արեցիք, որ Հայաստանը այս ամբողջ պատմության մեջ Միացյալ Նահանգների համար ընդամենը տարանցիկ ճանապարհ է, որին պետք է երկու հատ big bubble տալ, որ լրի, փաստ է։ Մեծ փուչիկներ, այո։ Որ Ադրբեջանը ռազմավարական գործընկերության, տեսեք, ամերիկյան լեզվամտածողության մեջ էլ է շատ բան փոխվել, եզրաբանությունն էլ է փոխվել, իրենք դաշնակիցներ չեն ասում, lies չեն ասում էլ։ Իրենք խոսում են ռազմավարական գործընկերության մասին, որովհետև աշխարհի կարգն է փոխվում։ Եվ դաշնակցային հարաբերություններ որպես այդպեսին չկա, նաև այն, որ Միացյալ Նահանգները չի ուզում որևէ մեկի պատասխանատվությունը վերցնի իր վրա, ՆԱՏՕ-ի շուրջ ծավալվող Եվրոպայի հետ հակամարտությունը դրանից է, այո։ Դուք մեզ դաշնակից չեք։ Դաշնակից եք, ուրեմն դաշնակցային սկզբունքով ոչ թե 70%-ով Միացյալ Նահանգները պետք է օգա ձեր անվտանգությունը։ Հələ մի բան էլ դուք պիտի վճարեք դրա համար։ Ադրբեջանը ռազմավարական գործընկեր է, Ադրբեջանը Չինաստանից եկող մեկ գոտի մեկ ճանապարհի այս տարածաշրջանում, Հարավկովկասյան տարածաշրջանում ամենաերկար ցամաքային ճանապարհն է, որը պիտի անցնի այսպես կոչված trip-ով եւ դա մեկ գոտի մեկ ճանապարհի, այսպես Կովկասյան հատվածն է, հետո նոր գնա Թուրքիա, այսինքն ինչ է պետք անել, պետք է ամրապնդել հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի հետ, Հայաստանին մենք կհամոզենք, Իրանի հետ էլ ճանապարհ ունի ավելի երկար ճանապարհ, քան մերը։ Վերջացավ։ Պարոն Գասպարյան, քանի որ մեր ժամանակը քիչ է, միացնելով երկու հարց։ Տեսեք, ես եղել է առիթ, որ իմ զրուցակիցների հետ փորձել եմ քննարկել, արդյոք մենք ավելի կարևոր ենք Միացյալ Նահանգների համար, ավելի կարևոր ենք, քան օրինակ քրդերը, հա, այսպեսի որ տեսանք, ինչպես վարվեցին քրդերի հետ, եւ միանգամայն ակնհայտ է Սիրիական Քուրդիստանի փաստացի վերացումը հնարավոր դարձավ միայն Միացյալ Նահանգների հետ Սիրիայի նոր իշխանությունների համագործակցության կամ դավադրության արդյունքում։
նշեմ, որ որոշ փորձագետներ ասում են, որ քրդերի սխալներից էր չափից ավելի կախվածությունը Միացյալ Նահանգներից, նրանք դասեր չեն քաղել Իրաքի եւ Աֆղանստանի փորձից, սխալ է հասկացվել նաեւ այն փաստը, որ Միացյալ Նահանգները այլևս չէր ցանկանում մշտական ներկայություն ունենալ Մերձավոր Արևելքում։ Եվ Մերձավոր Արևելքի նկատմամբ Միացյալ Նահանգների մոտեցման փոփոխությունը պարզ երևում էր նոր ազգային ռազմավարական փաստաթղթում, որը բացահայտորեն հրապարակվել էր Թրամփի վարչակազմի օրոք։ Հիշեցնեմ, փաստաթղթում նշվում էր Մերձավոր Արևելքն այլևս Վաշինգտոնի համար առաջնային խնդիր չէ եւ որ ռազմական ներկայությունն աստիճանաբար կկրճատվի։ Հիմա ես ուզում եմ քրդերի օրինակով, որովհետեւ տեսեք, Հայաստանի ժողովուրդը հիմա իսկապես ծանր վիճակում է, մի կողմից հակառուսական ռոպագանդան է գնում, որ պետք չէ, չգիտեմ, գուբերնիա չդառնանք, չգիտեմ, ես չլինենք, լծից պետք է դուրս գա եւ կեղծ պատրանք են ստեղծում, որ Միացյալ Նահանգները, Թրամփը, Թրիփը, հեսա Եվրոպան մեզ անվտանգության երաշխիքներ։ Ես ուզում եմ հիմա հենց քրդերի օրինակով, որովհետեւ մենք գտնվում ենք կրակի օջախի մեջտեղում եւ վտանգները չափից ավելի մեծ են, քան երբևէ կարող ենք պատկերացնել։ Արդյոք մենք ավելի կարևոր ենք լինելու Միացյալ Նահանգների համար կամ նույն Մեծ Բրիտանիայի լինի եւ Եվրոպայի, հավաքական Եվրոպայի, թե առանձին Եվրոպայի համար, քան քրդերը, որ մեզ այսպես մեր անվտանգությունը ապահովելու են, մեզ փրկելու են, հա, իսկ բանը քրդերին այսպես ասած վերացնում են։ Սա հիվանդագին մոտեցում է, բնականաբար, որովհետև նույնիսկ ամենաքաղաքականապես տհասը շատ լավ հասկանում է, որ ոչ մի պետություն, մեկ ուրիշ պետության սև աչքերի համար ոչ մի բան չի անում։ Առավել եւս, որ դու կքանից դիրքով ես ու պարտվածի համբավ ու իմիջ ունես, առավել եւս խեղկատակի, որ գնում ես պարզապես Էրդողանի ձեռքերը լիզելու կամ ոտքերը լիզելու ու հետը լուսանկարվելու, քեզ չեն հարգի, բանի տեղ չեն դնի առհասարակ նույնիսկ ելույթի ժամանակ կասեն that's guy, հա, այդ տղան, անունը չի հիշելով։ Ես խնդրին փորձեմ խորքային նայել։ Քրդերին Միացյալ Նահանգները փորձելու է օգտագործել մեկ նպատակով։ Տեսեք, քարտեզում հետևյալն է, ինչ է անում Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում, իդեպ Թոմ Բարաքին, որի մասին շատ ենք խոսել, Միացյալ Նահանգների դեսպանը Թուրքիայում։ Այո, հիմա նշանակում են, կարծես նշանակում են նաև իրաքյան դոսիեի պատասխանատու, այսինքն խնդիրը բավական լուրջ զարգացում ունենում։ Քրդերը հիմնականում Սիրիայի Սայեփրատն ու Տիգրիսը, որտեղ միանում են, հյուսիսարևելյան հատվածում էին, այս հատվածում էին հիմնականում։ Միացյալ Նահանգները նաև Թուրքիայի պահանջով, Դամասկոսի հետ անցումային կառավարության հետ պայմանավորվածության հասնելով, փորձեցին ցրել կամ հոդս ցնդեցնել քրդական երազանքի ինքնավարություն ունենալու։ Իրաքում այս հատվածը քրդական ռեգիոնալ կառավարումն է։ Հյուսիսային հատվածը, եւ սա Իրանն է։ Ամբողջ խնդիրը գնում է Իրանի նկատմամբ հնարավոր ցամաքային գործողությունների դեպքում այս տարածաշրջանը օգտագործելու։ Ինչու Սիրիայի Բաշար Ասադի անփառունակ փախոստը այդպես փաթեթավորվեց ժողովրդավարության, չգիտեմ ինչի անվան տակ։ Եվ երբ ամբողջ աշխարհում եք Միացյալ Նահանգների համար թիվ 1 պահանջողներից մեկը Աբու Մուհամմադ Ալ-Ջոլանին հանկարծ իր զինվորական համազգեստը փոխեց եւ սկսեց ամերիկյան կամ իտալական կոստյումներով ընդունելության արժանանալ Փարիզում, Վաշինգտոնում։ Թիվ 1 տերորիստը, որի գլխի համար գլխագին էին դրել 10 միլիոն դոլար։ Խնդիրը հետևյալն էր, քրդերին զսպել, նախ քրդերը 2015 թվականից, որ ակտիվորեն հակաիգիլյան պայքարումներ գրավել են, Միացյալ Նահանգները ասաց, որ այլ ձեր կարիքը չկա, շնորհակալություն, բայց փոխարենը խայծը տվեցին, որ եկեք տեղական ինքնակառավարման մարմինների մեջ ներգրավեք, սահմանափակ այսպես ինքնավարություն կտանք եւ ինչին որ գնում է։ Ֆորմալ առումով ֆեդերալիզացիայի է գնում Սիրիան, բայց քայլ առ քայլ։ Հիմա այս փուլում քրդերին ինչպես են օգտագործում։ Իրենց առաջարկ է արվել։ Սիրիայի քրդերին, Սիրիայի դեմոկրատական ուժերը կոնկրետ առաջարկ է արվել մասնակցել
անխոչնդոտ նախ Իրաքի սահմանահանցելը, որովհետև Իրաքի կառավարությունը ամբողջությամբ ամերիկյան հակակշռի տակ է, չհաշված որ Բաղդադը լրջորեն ենթարկվում է Իրանի ազդեցությանը, դեռ չեմ խոսում Իրաքի հարավային հատվածի մասին, որ ամբողջությամբ իրանական դոմինանտություն է, հա, քաղաքական եւ կրոնական, բայց Իրաքը, Սիրիայի ամբողջ Սիրիան, նաեւ քրդերը, որոնք կախված են Միացյալ Նահանգներից, իրենց ճակատագիրը, իրենց ձեռքում է, հա, այս ամբողջ տարածքը պիտի օգտագործեն Իրանի այս հատվածները բնականաբար գիտեք քրդական հատվածներ, քրդաբնակ հատվածներ են։ Եվ այս հատվածները այս վերջին ցույցերի ժամանակ իրանական փորձեցին ներքաշվել խափանարար գործունեության մեջ եւ հակաիրանական գործողություններում աջակցելով նաեւ Մոսադին։ Իսկ Մոսադը ներթափանցել է Իրան։ Ինչ փորձեցին անել այս քրդական զոնան ամբողջությամբ որ կա, ամերիկացիները փորձում են ստանալ կուր բանակ, խոսքը 150-ից 200,000-անոց բանակի մասին է։ Մի քանի օր առաջ ինֆորմացիա կար, որ Սիրիայից Միացյալ Նահանգները զինյալ խմբերին տեղափոխում է Քուրդիստան։ Հենց դա է։ Իրաքյան, այո։ Այսինքն այստեղից պիտի բերեն այստեղ եւ անխոչնդոտ հնարավոր ցամաքային գործողությունների դեպքում մոտ գործեն Իրան, հնարավոր, ես հավանական չեմ համարում։ Սրանք գումարվում են նաև Իրանի ողերին թշնամի Ադրբեջանից, հյուսիսից, Պակիստանից, Բելուջիստանից, արդեն մոտեցել։ Այսինքն Անակոնդայի քաղաքականություն դե այս ամբողջ ծոցի տարածաշրջանը Օմանի ծովից սկսած կամ Օմանի ծոցից մինչև Պարսից ծոց կամ Արաբական ծոց ամբողջությամբ ամերիկյան ռազմանավերն են, չհաշված միջերկրական ծովում, չհաշված Սաուդյան Արաբիայում, Էմիրություններում եւ մնացած բոլոր ռազմականներում, այսինքն ստացվեց Անակոնդայի սկզբունքով, այո, մեթոդը կիրառվում է։ Սա է ամբողջ խնդիրը, որ փորձում են իրականացնել։ Հիմա քրդերին փորձում են օգտագործել, այո, որպես գործիք։ Եվ շատ հետաքրքիր է, որ այնպես չէ, որ քրդերը միասեռ որոշում ունեն այս հարցում։ Քրդական տարբեր խմբավորումներ եւ տարբեր մոտեցումներ կան այս հարցում։ Օրինակ Քրդստանի ռեգիոնալ կառավարումը Իրաքում երկու մայրաքաղաք ունի։ Պաշտոնականը մեկն է Էրբիլն է։ Էրբիլը ցեղական սկզբունքով է բաժանված մեծ հաշվով, հա, 60-70 տարի այդ երկու ցեղերը իրար հետ պատերազմել են։ Բարզանիներինն է Սուլեյմանի են մի փոքր ավելի ներքև Թալաբանիինն է։ Թալաբանիները ավելի մոտ են Իրանին, դրա համար մերժում են այդ քայլը ամերիկյան, իրենք ամերիկացիների հետ են շատ լավ, թուրքերի հետ վատ են օրինակ, բայց բարզանիները հակառակը եւ ամերիկացիների հետ լավ են եւ կարողացան այս վերջին շրջանում Իրանի հետ պաշտոնական լուրջ հարաբերությունները ստեղծել։ Այսինքն, եթե քրդերին են օգտագործում, որոնք իրենց համար միշտ կարևոր են եղել եւ միշտ, հա, հայերին ինչ ասեք։ Չէ, մեկ օրում հրաժարվեցին դիկեսել, ինչու՞ ասում։ Դե դա եմ ասում, դրա համար եմ ասում, մենք ավելի կարևոր ենք, քան քրդերը։ Մասուդ Բարզանին, Մազլում Աբդին, Քրդստանի Սիրիայի դեմոկրատական ուժերի ղեկավարը կամ Սիրիայի քրդերի ղեկավարը, այսպես սեղանի վրա նստած դեմ դիմաց Թոմ Բարակի հետ ժողով տվեց 40 րոպե։ Եվ եղան փոխանցումներ այդտեղ։ Չեն ասում, եկեք քննարկենք։ Ասում ենք ձեզ փոխանցում ենք, որ պիտի արվի սա։ Ցուցադրաբար Թոմ Բարակի հետ ժողովից դուրս է գալիս իբր հեռախոսազանգ է ստանում։ Եվ այդտեղից իրեն տեղեկացնում են, որ Սիրիայի ուժերը, կառավարական ուժերը ներխուժել են, ձեր տաղավարում եմ խոսել, Աշրաֆիայի եւ Շեխ Մաքսուդի այդ երկու թաղամասերը Հալեպում եւ ոչնչացնում են մարդկանց։ Ինչի մասին է խոսքը։ Դուք լուրջ որևէ մեկին թվում է, որ հայերը կկարողանան կամ որևէ ազգ կկարողանա դեմ գնալով կամ չգիտեմ ինչ որ պայմաններ առաջադրելով Ամերիկայի նման պրագմատիկ քաղաքականությամբ առաջնորդվող պետությանը համոզել, որ կա իր անվտանգությունը, բայց եթե Միացյալ Նահանգները չցանկանա դա կամ իր ծրագրերի մեջ չմտնի։ Պետք հարտուղարությունը վերջին 20 տարվա ընթացքում ես տարբեր մարդկանց հետ որ շփվում եմ պաշտոնյաների հետ, դիվանագետների հետ, ամերիկյան, ոչ շատ բարձր ռանգի։ Եք շատ բարձ ասում են, դիքենսեն ասում են, դուք մեր priority-ների մեջ, մեր առաջնահերթությունների մեջ չկաք։
Մենք ձեզ դիտարկում ենք որպես ռուսական զոնա։ Եվ եթե մենք կարողանանք Թրամփը ինքը ասեց, չէ՞, Բերանից բաց թողեց, որ դա բանը Պուտինի Ռուսաստանի տարածքն է։ Պուտինի տարածքն է։ Այսինքն մենք պիտի լավ հասկանանք, լավ կարողանանք գնահատել։ Ճիշտ պետք է ռացիոնալ գնահատենք այս իրողությունները։ Ում վրա մեր հույսը դնենք։ Լուրջ մեզ թվում է, որ մենք Ամերիկայի կամ Ռուսաստանի կամ որևէ մեկի վրա հույս դնելով։ Չէ, դա է խնդիրը, այսինքն հավասարապես ոչ, նա իր շահերը ունի, նա իր շահերը ու նորմալ է, Իրանն էլ իր շահերը։ Բոլորը։ Հիմա ինձ նաև սա է հետաքրքիր, Աստված մի արասցե սարվածը լինի, տեսեք միջազգային այգեց Սերգեյ Մելքոնյանն ինձ հետ զրույցում եւ ոչ միայն նա ասում է, որ հայ-իրանական սահմանը այլևս անվտանգ չէ։ Իրանի դեսպանը նման հայտարարություն է անում բավական կոշտ, շատ կոշտ, կասկածի տակ դնելով, որ Հայաստանում իրենց նկատմամբ թշնամական տրամադրված պետությունների, կենտրոնների կենտրոնի է վերածվել։ Հիմա մենք Հայաստանի իշխանությունները ավելի ճիշտ կարողանալու են Միացյալ Նահանգներին ոչ ասել։ Նրանք սպասում են, որ ամեն ինչով իրեն ինչ է պետք Նիկոլ Փաշինյանին, որ ինքը նորից իշխանություն ունենա։ Ինքը դրա համար, տեսեք, Հական Ֆիդանը խառնվում է մեր ներքին գործերին, հայտարարելով իր աջակցությունը, չգիտեմ ինչ սոցհարցումներ է։ Ծառան տիրոջ երբևէ ասել է ոչ։ Հիմա Եվրոպան, Ամերիկան, Վենսը ասում է, ես իմ աջակցությունն եմ հայտնում։ Պատկերացնում ես դա ինչ է։ Հիմա ինքը փորձում է դա օգտագործել, չէ՞, բանով։ Հիմա ինքը կարողանալու է, երբ որ Միացյալ Նահանգները ասի, որ դու պետք է օգտագործվես Իրանի դեմ, կարողանալու է ասի ոչ։ Սա եմ ասում։ Միջազգային կոնսենսուսը, որով այս անձնավորությունը շարունակում է իր երկարակեցությունը իշխանությունում։ Ինչը հաշվին է եղել։ Որ ինքը չկարողանա գլուխը բարձրացնել ասելու ոչ։ Սա կարող է Ռուսաստանին կամ Միացյալ Նահանգներին ասի ոչ։ Որտեվ Վենսը ինչ ասեց, ինձից հասնում է ասեմ բան է, աջակցում եմ։ Թքած, ասում եմ, աջակցում եմ։ Կայա Կալասը շատ պետք նա ինքը իր համար հյուրերից մեկը ճիշտ ասեց, հայերը Կայա Կալասի հետաքրքիր են այս կյանքում։ Առհասարակ ամենևին էլ չթերագնահատելով իրեն եւ իրենց պաշտոնի եւ ես իմ պետության շահերից եմ խոսում։ Ես չեմ թերագնահատում իրենց պաշտոնը։ Չէ, ձեր համար չեմ ասում։ Նույնը ռուսներին է վերաբերում։ Պետք լինի սեպտեմբերի 19-ին եւ սեպտեմբերի 26-ի դրությամբ 2023 թվական Արցախի հայաթափումը։ Եվ որ վերջին հայերը, մեր հայրենակիցները դուրս եկան իրենց հայրենիքից։ Միացյալ Նահանգների նման պետությունը ինչպես արձագանքեց Twitter-յան գրառմամբ։ Ցավում ենք։ Նույնը լինելու է այստեղ։ Ոնց, դեռ ասում էին պիտի ուսումնասիրեն փաստերը, մինչև հիմա ուսումնասիրում են։ Էթնիկ զտման բան փաստերը, ինչեր են օգտագործել, ինչ զինատեսակներ են օգտագործել, մինչև հիմա ուսումնասիրում են։ Նույնպիսի դատապարտելի կեցվածք էլ Ռուսաստանն է որդեգրել։ Դե իհարկե։ Իր հերթին։ Ես չեմ ասում չի բանա։ Չէ, նկատի ունեմ, որ միջազգային գերտերությունները որևէ մեկի սևաչկերի համար որևէ բան չեն անել։ Չնայած մի հատ բան ասեմ։ Ռուսաստանը, չնայած իր ամեն ինչին ու ես չեմ ների, երբ որ ասեց բան, չեմ կարծում թե դավաճանա Պուտինը Փաշինյանի մասին։ Ամեն դեպքում փորձել է կանգնեցնել պատերազմը։ Ընդ որում Ֆրանսիան էլ է փորձել կանգնեցնել, ես ինչքան հասկանում եմ։ Երկուսն էլ փորձել։ Այո, երկուսն էլ փորձել է։ Կարող են իրենք ի վերջո ասել մենք փորձել ենք, մեզնից ինչ էր հասնում է։ Երկուսն էլ եւ Ֆրանսիայի։ Բայց այդ չէին կարող։ Դե հիմա ասում են, քանի անգամ փորձել ենք։ Չես համաձայնվել։ Ասել ես բանը, չեմ կանգնացնելու։ Հոկտեմբերի 8 1985 թվական տեղի ունեցավ, այս շատ քչերը գիտեն, մեծարժող քաղաքական պատմության տեղի ունեցավ մի աննախադեպ իրադարձություն, որը Ռոնալդ Ռեյգանի ադմինիստրացիան պարզապես կարող էր հոդս ցնդեցնել վարկյանների ընթացքում, երբ 4 պաղեստինցի զինյալներ գրավեցին միջերկրական ծովում նավարկող ամերիկյան մի հատ նավ, որի վրա կային մոտավորապես 400 տուրիստներ եւ սպառնում էին բոլորին ոչնչացնել, եթե 50 պաղեստինցի զինյալները, որոնք
Իսրայելը բանտարկել էր, բայց չթողնեմ։ Ուրեմն իտալական նավ, իտալական անձնակազմ, բայց ամերիկյան քաղաքացիներ, ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցները, տեսեք Միացյալ Նահանգները առանց որևէ բառ հարցնելու, իսկ միջպետական հարաբերություններում ընդհանրակարգ գոյություն ունեն, տիկին Սիրենյան, որ կա նման խնդիր, առանց Իտալիային հարցնելու մտավ եւ գրեթե հռոմներ գրավում։ Միացյալ Նահանգները չհարցնի ոչ մեկին, եթե իր ազգային անվտանգության շահերը վտանգված լինեն, նա ձեր հարցին է ուզում պատասխանել։ Սա ով է ընդհանրապես, կամ որևէ մեկը, ով է, որ Միացյալ Նահանգներին խաղի մեջ մտնելուց հետո ասի ոչ, կոչնչացնեն մեզ։ Խաղի մեջ չմտնեիր, դիրքավորվեիր այդպես, դա հարցի մյուս կողմն է։ Պրոտեժեների հարց պիտի փորձես լուծել դու։ Չէ, Միացյալ Նահանգները ավելին կասի, դու ինձնից երաշխիքներ ես ուզել, դու ինձնից ինչ որ բան ես ուզել, դու ուզել ես, որ ես քեզ աջակցեմ, հայտարարություն անեմ, լուսանկարվես իմ հետ, հայտարարություն անեմ, որ քեզ աջակցում եմ։ Հիմար թարգմանությամբ էլ ասա, որ 9 միլիարդ որ դու ընտրություններ ես բան անում, օքեյ, լավ, թարգմանությամբ էլ տենց բան արա, լղոզի բան, սալյուտներ արա, անցի։ Դու էդ ես ուզել, քեզ պետք է եղել բանը, քո իշխանության վերարտադրությունը քեզ տվել եմ։ Դու եկել ես ինձ ասել ես ուզում ես երկիրը անվտանգ պահես, դու իմ առաջ ինչ որ հարցեր ես առաջ քաշել, չէ, ինչ ուզել ես տվել եմ, գիտեք կո ուզած սցենար կանխատեսեմ, որը չէի ուզի լիներ։ Աստված մի արասի այդ պատերազմը լինի։ Առաջին ոտնատակ գնացողը մենք ենք լինելու։ Այդ մեկը։ Իրան պետությանը եւ իրանցի պարսիկ եղբայրական ժողովրդին ես մաղթում եմ տոկունություն, ամենայն անկեղծությամբ եմ ասում, որովհետև ժամերի հարց է։ Եվ դա աստված որ բանակցությունները բարեհաջող ընթանան եւ տարածաշրջանը չմտնի խոր քաոտիկ վիճակի մեջ։ Եվ ուզում եմ հավատալ, որ չի լինի այնպիսի դեպք, երբ Իրանի դեմ հնարավոր պատերազմի պայմաններում փախստականների հոսքը վերահսկելու համար պաշտոնական Երևանն ու Անկարան միասին փորձեն հայ-իրանական սահմանին փախստականների հոսքը անվտանգության նկատառումներով պահպանել։ Սա զուտ ցանկություն է։ Այդ վտանգի մասին ես էլ եմ խոսել, մանավանդ Իրանի հյուսիսում ադրբեջանական, չէ՞, եւ կա համայնքի մասին եք խոսում։ 15 միլիոն նույնիսկ ասում են, եւ ես դրա վտանգը իսկապես որովհետեւ գնահատում։ Հայաստանը չունենալով անվտանգային որևէ ռեսուրս այդ ամբողջը կառավարելու այդ 42 կիլոմետրը եւ Իրանում քաոտիկ վիճակը հնարավորություն չտալով միջպետական կապերի միջոցով Հայաստան-Իրան կապերի միջոցով կարգավորել այդ ամեն ինչը այստեղ երրորդ գործոնի մուտքի հնարավորություն չի բացառվում եւ այդ գործոնը հավանաբար Թուրքիան է։ Այո, 12-ից 15 միլիոն են նրանք, հա, հյուսիսում։ Եվ որոնց մենք, չգիտեմ, այսպես 3 միլիոն ենք ասում, բայց վաղուց այդքան չենք։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Պարոն Գասպարյան, շատ հետաքրքիր զրույցի համար, շատ կարևոր հարցեր բարձրացնելու համար։ Հարգելի հետևորդներ, Աստված մի արասցե այդ հարվածը լինի։ Իմ զրուցակիցն է Genesis Armenia ուղղային կենտրոնի հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ Աբրահամ Գասպարյանը։ Կհանդիպենք։